Ալեքսանդր Դյումայի երեք հրացանակիրներ և Դարտանյան վեպում կարդինալ Ռիշելիեն ինտրիգ է ստեղծում հերթական, որտեղ Լյուդովիկոս 13-րդը պիտի պարահանդես կազմակերպեր, իսկ Թագուհի Աննան ներկայանար այդ պարահանդեսին թագավորի կողմից նվիրված 12 ադամաններով զարդարված կախազարդով ու ամբողջ սյուժեն պտտվում է ադամանտների շուրջ։ Բարև ձեզ, հարգելիներս, հույսով եմ սպասում էիք մեր այս հանդիպմանը, ձեր հետ Վարդուհի Սարգսյանն է իր Tea Stories from Bar հաղորդաշարով։ Իսկ այսօրվա մեր հաղորդումը հղկված ալմասների, ադամանդների մասին է։ Այս քարը ներկա է մեր կյանքի ամենակարևոր իրադարձությունում, նշանդրեք, հարսանիք, սիրո խոստովանություն, երբ տղամարդը իր ընտրյալին նվիրում է ադամանդե քարով մատանի։ Իսկ որտեղից է սովորույթը, կիմանանք տեսանյութի վերջում։ Ալմաստի մասին առաջին տեղեկությունները մենք կարդում ենք հնդկական մոնոսկրիպտներում մեր թվարկությունից առաջ եւ հասկանում, որ նրանք դեռ այդ ժամանակ գիտեին քարի հատկությունների մասին, նրա անհավանական կարծրության եւ փայլի մասին։ Հնդկաստանում քարը միշտ պայմանավորված է աստվածային հատկության հետ եւ անգամ կրում է վաջրա անունը, որը նշանակում է աստվածային զենք։ Դարեդար այստեղ պագադաներում աստվածներին, Բուդդային զարդարել են ալմաստով։ Կա տեղեկություն, որ Բուդդայի թագը ամբողջությամբ մի կտոր ալմաստից էր եւ Ակրայում գտնվող Թաջ Մահալի Բուդդայի աչքերը ընկուզի չափ ունեցող ալմասներ էին։ Իսկ հնում հավատում էին, որ քարը, որը գտնում են հողի մեջ քարերի հետ, ուղղակի աճում է։ Եվ նրան աստվածային հատկությունների հետ վերագրում էին նաև բուժիչ հատկություն, հին հնդկական բուժական գրառումների մեջ կա տեղեկություն, որ ալմաստ կուլ տալը բուժում է բոլոր հիվանդություններից։ Հնդկական քարերը միշտ աչքի են ընկնում իրենց կարծրությամբ, դրանք նման են կվարցի, հարթ են եւ չափսերով մեծ։ Ալեքսանդր Մակեդոնացին տիրելով աշխարհին ճամփորդում է դեպի Հնդկաստան։ Այստեղ ամեն ինչ նրա համար նորություն է՝ պագոդաները, թղերը եւ փայլուն կարծր քարերը։ Նա զարմանում է այդ քարերով, հիանում ու առաջին անգամ դրանք բերում Եվրոպա, որտեղ այն անվանում են Adams, կարծր, անկոտրելի։ Քարի գերբնական հատկությունների մասին կան շատ պատմություններ, որոնցից մեկը, որ միայն այն կարելի է կոտրել սև ցուլի կոտոշով, մյուսը, որ քարը լուծվում է այդ ձայարան մեջ եւ դառնում հակաթույն։ Այս ամենը բժիշկների կողմից ապացուցված չէ եւ խնդրում եմ հիմք չընդունել եւ չփորձել։ Եվ հնում հավատում էին, որ քարը կրողները պաշտպանված են բոլոր արհավիրքներից։ Որքան մեծ էր քարը, որքան շատ կարատանոց է, այն արժեքավոր է։ Իսկ որտեղից է առաջացել կարատ բառը, Հնդկաստանում կա ծառ, որի սերմերը աչքի են ընկնում միատեսակ չափսով եւ կարծրությամբ։ Այս սերմերի անունը կարատ է։ Նրանք եղել են չափման միավոր, իսկ ինչ որ ժամանակ հետո մնացել միայն ադամանդի չափման միավորը։ 14-րդ դարում ալմաստը հասնում է Եվրոպա, հղկվում եւ դառնում ադամանտ։ 15-րդ դարի կեսերին վերջ է դրվում 112 տարի տևած պատմության մեջ հայտնի 100-ամյա պատերազմը անգլիական-ֆրանսիական եւ վերջ է դնում Կարլոս 7-րդ խիզախը։ Իսկ ինչպես գիտենք, ամեն մի ուժեղ տղամարդու հետևում կանգնած է ոչ պակաս ուժի տեր կին։ Ագնես Սորելը, Կարլոս 7-րդի ընտրյալը, աչքի էր ընկնում իր գեղեցկությամբ, հմայքով եւ համարվում է ժամանակի ամենանորաձև կինը։ Ու նա է հրամայում ալմաստը հղկել եւ դարձնել զարդ կրելով իր վրա։
Կարլոս 7-րդի զրահի վրայի մեծ ադամանդը շլացնում էր բոլորին։ Կարլոս 7-րդի վախճանից հետո նա դարձավ դավադրության զոհ, այս ադամանդը գտնում է մի գյուղացի։ Հավաստի լինելու համար ասեմ, որ այն ժամանակ չգիտեին ադամանդի մասին, նրա հատկությունների առավել ևս գնի։ Ու այդ գյուղացին ադամանդը վաճառում է 3 ֆլորինով մի հոգևորականի, որը նույնպես անտեղյակ ամեն ինչից այս քարը վաճառում է 10 ֆլորինով։ Ասածս այն է, որ չէին տեսել մարդիկ ադամանդ, չգիտեին ինչ քար է այն։ Կարլոս 7-րդը մեզ ծանոթ ուներ աղջիկ Մարիան, որի սրտին ցանկանում էին արժանանալ շատերը, սակայն նա բոլորին մերժում էր։ Ու մի անգամ Մաքսիմիլիան Գաբսբուրգը Մարիային է նվիրում ադամանդե քարով մատանի, վրան փորագրված M տառը։ Մարիան դառնում է Մաքսիմիլիանի կինը։ Ու այդ օրվանից տղամարդիկ իրենց սիրելիի սիրտը շահելու համար նվիրում են ադամանդե քարով մատանի։ Այս մատանին առ այսօր կապված է նշանդրեքի, սիրո խոստովանության, հավերժ սիրո հետ։ Խոսենք հայտնի ալմասներից։ 83 կարատանոց Հյուսիսային Աֆրիկայի Աստղ անվանումով ալմաստը, որը փոխել է մի ամբողջ երկրի պատմություն, բայց այս մասին կխոսենք մի ուրիշ անգամ, եթե հետաքրքիր է գրեք կանդրադառնանք այս պատմությանը, գտել է մի հովիվ եւ վաճառել 500 ոչխարով, 10 կովով ու 1 ձիով։ Ոչ պակաս հայտնի Շահ ալմաստը 1450 թվականին գտել է մի երիտասարդ եւ նվիրել իր սիրելիի հորը։ Այս ալմաստը աչքի ընկնում իր հատուկ մաքրությամբ եւ այն 1922 թվականից մինչ օրս պահվում է Մոսկվայի ալմաստների պահոցում։ Իսկ 40 գրամանոց եւ 200 կարատանոց ալմաստը ունի շատ հետաքրքիր պատմություն, այն կապված է Բուդդայի աչքի հետ, պատմությունը գնում է Հնդկաստան եւ կրում է Գրաֆ Արլով անվանումը, այն կրել է Եկատերինա I-ը։ Ալմաստը ունեցել է դեղնավուն երանգ, 1850 թվականի հղկումից հետո այն դարձել է սպիտակ, իսկ այսօր գտնվում է Մեծ Բրիտանիայի թագուհի Եկատերինայի ալմաստների պահոցում։ Ալմաստները իրենց հատկություններով միշտ առեղծվածային են, կապված շատ պատմությունների հետ, հենց իրենք ունեն պատմություններ եւ նրանք հավերժ են ինչպես սերը։ Դրա համար մեր կյանքի կարևոր իրադարձությունը, սիրո խոստովանություն նշանդրեք միշտ կապված է այս քարի հետ։ 19-րդ դարի կեսերին Պորտուգալիան աշխարհը լցրեց համեմատաբար մատչելի ալմաստներով եւ քարը արդեն կարող էր կրել միջին խավը։ Իսկ 1950-60-ական թվականներից Սովետական միության կանայք արդեն իրենց զարդատուփերում կարող էին ունենալ այս հմայիչ քարը։ Սա ոչ միայն արժեք էր, այլ նաև գեղեցկության եւ հմայքի սիմվոլ։ Ձախ ձեռի վրա կրվող ադամանդե մատանին կնոջ համար նշանակում է սեր եւ ընտանիք, աջ ձեռքի վրայի մատանին նշանակում է կայուն ու անկախ կին։ Եթե ուշադիր լինենք, ալմաստին անդրադարձել են նաև մեր մեծերը, հայ Ալեքսանդր Սպենդիարյանը ունի ալմաստ օպերա, եւ ինձ թվում է բոլորիս գիտենք Ավետիք Իսահակյանի տողերը, Դու արագած ալմաստ Վահան կայծակեղեն թրերի, Գագաթները դբյուրեղ Վահան թափառական ամպերի։ Հարգելի հանդիսատես, հուսով եմ, որ թեմաները հետաքրքիր են, բաժանորդագրվեք, եղեք մեզ հետ, եղեք տեղեկացված եւ վստահ եմ, որ մյուս հաղորդումները նույնպես հետաքրքիր կլինեն։